Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած մի քանի օր առաջ մեր քաղաքը դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կապահովի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ Հիշենք, որ նա ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է եւ չի կարող ավագանու մանդատը համատեղել։ Որ Գրիգորյանի թիմն ու Գերդաստանը չեն համակերպվում նրա որոշման հետ, հայտնի փաստ է։ Իսկ դաշինքի մաս կազմող կուսակցության Միացյալ Հայաստանի նախագահ Երվանդ Թարվերդյանի օրերս արած հայտարարությունը կասկածներ է ծնել, թե գուցե Մարտունի թիմը սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե Ղուկասյանը, այլ Մարտուն Գրիգորյանը։ Թարվերդյանը, հիշեցնենք, օրերս ՀՄԵԿ-ի եթերում ասել էր, որ ընդդիմադիրները բոլորն էլ թեկնածու կարող են առաջադրել։ ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին։ Ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ, որ ՔՊ-ի աջակցությամբ Մարտուն Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ։ Հրապարակ օրաթերթը տեղեկություն ունի, որ հետընտրական փուլում ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին իրենց հետ կոալիցիա կազմել եւ դառնալ Գյումրու քաղաքապետ։ Սակայն հրապարակ օրաթերթին ասացին, որ մեր քաղաքը ոչ միայն ՔՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, այլև իրենք լավ հիշում են, թե ինչ կատարվեց Բալասանյան դաշինքի հետ, երբ ՔՊ-ի հետ համագործակցության գնացին։ Ուստի Գրիգորյանի թիմը չի պատրաստվում համագործակցել իշխանության հետ։ Երեք Մարտուն Գրիգորյանը նաև հայտարարություն արեց։ Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից մեր քաղաքը դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ եւ ղեկավար չի կարող հանդես գալ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու մեր քաղաքը դաշինքի հետ։ Սակայն չի բացառվում, որ եթե Վարդան Ղուկասյանի մինչև առաջին նիստը կալանավորեն, իրավիճակ փոխվի եւ Գրիգորյանը դառնա քաղաքապետի անցողիկ թեկնածուն։